Մեծ հայքի վերականգնման մասին։ Կրկնում եմ, մեծ հայքի վերականգնման մասին։ Մեր կազմակերպությունը, Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպությունը, ՀԱՀԿ-ն, որը միջազգային շարժում է, ստեղծված է փաստորեն հայկական հարցի արմատական հայանպաստ լուծման համար։ Առհասարակ հայ ազգի արժանապատիվ, երջանիկ եւ ապահով գոյության ապահովման համար։ Մեր կազմակերպության հիմնական նպատակը պատմական Հայաստանի ամբողջական ազատագրումն է եւ նա ամբողջ տարածքում հայկական ազատ, անկախ, միացյալ ազգային պետականության ստեղծումը։ Դա հնարավոր է անել փուլերով։ Նախ պետք է իրականանա Հայաստանի ազատագրումը Ռուսաստանի դաշնակցությունից, այսինքն Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական միավորը պետք է դուրս գա Ռուսաստանի ենթակայությունից։ Դա նշանակում է, որ հայ ժողովրդի եւ առաջադեմ մարդկության առջեւ պատասխան պետք է տա աշխարհի թիվ 1 ոճրագործ պետությունը, ֆաշիստական եւ ռասիստական ցեղասպան պետություն Ռուսախոզստանը։ Այդ առումով Հայաստանը եւ հայ ազգը պետք է լինեն ամբողջ առաջադեմ եւ ժողովրդավար մարդկության դաշնակիցն ու զինակիցը։ Մենք պետք է լինենք ազատ աշխարհի ժողովրդների հետ դաշնակից ու զինակից արդարության եւ ազատության համար պայքարում։ Եվ այն ժամ Հայաստանը հավերժ կազատագրվի ժողովրդների բանտ Ռուսախոզստանից։ Այնուհետև երկրորդ եւ հաջորդ փուլերը։ Ամեն փուլում Հայաստանը հետ կստանա, այսինքն կազատագրի խլված հայկական տարածքների հերթական մասը։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ազատագրումը Ռուսախոզստանի լծից դուր կբացի վերականգնելու ազատ, անկախ, միացյալ Հայաստանը, կարճ ասած մեծ հայքը։ Իսկ դա նշանակում է, որ հայ ժողովրդի եւ առաջադեմ մարդկության առջեւ պատասխան պետք է տա նաեւ ոճրագործ մեկ այլ պետություն, ֆաշիստական եւ ռասիստական ցեղասպան պետություն Թուրքիան։ Եվ իհարկե Թուրքիայի կրտսեր եղբայրը, ռուս-թուրքական եղբայրության ու բարեկամության զավակը ֆաշիստական եւ ռասիստական ցեղասպան պետություն Ադրբեջանը։ Որոշ հայ քաղաքական վերլուծաբաններ Թուրքիայի նկատմամբ Ամերիկայի եւ առհասարակ Արևմուտքի քաղաքականության վերաբերյալ նկատել են եւ ուրվագծել են հետեւյալ պատկերը եւ դրանից ելնելով կատարել համապատասխան եզրակացներ։ Այսպես ուրեմն Թուրքիան, որը դեռևս 100-105 տարի առաջ անցավ Ռուսաստանի կողմը եւ զինակցեց վերջինիս ընդդեմ Արևմուտքի, փաստորեն Արևմուտքի քաղաքակրթական թշնամին է։ Ահա սա հասկանալով է, որ ազատ աշխարհի երկրները Ամերիկայի գլխավորությամբ որոշակի դիրքորոշում են զբաղեցնում Թուրքիայի նկատմամբ։ Առաջին, ԱՄՆ փաստացի զինում է Թուրքիայի հարևանությամբ գտնվող գրեթե բոլոր երկրներին եւ երկրամասերին՝ Հունաստան, Կիպրոս, Սիրիական Քրդստան, Իրաքյան Քրդստան եւ ինչու՞ չէ նաեւ Հայաստան։ Պատրաստ են մինչև ատամները զինելու Հայաստանը եւ կզինեն, եթե Հայաստանում ազգային հայկական ուժ ղեկավարի երկիրը, այլ ոչ թե Ռուսախոզստանի դրածոները։ Եվ այդ ազգային հայկական ուժը կլինենք մենք։ Երկրորդ, բոլոր ովքեր պնդում են, թե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ լինելով ԱՄՆ-ի դաշնակիցն է, թող պատասխանեն այն հարցին, թե ինչու է Ամերիկայի Միացյալ Նահանգները զինում Թուրքիայի թշնամիներին։ Երրորդ, պատասխանը շատ ակնհայտ է։ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմ մտել 1952 թվականին Ռուսաստանի դեմ կիրառվելու համար։ Այն ժամանակ Ռուսաստանը կրում էր ԽՍՀՄ անվանումը։ 1991-ին Ռուսաստանը, այսինքն այդ ԽՍՀՄ, այդ կայսրությունը փլուզվեց։ Այդ որում փլուզվեց առանց Թուրքիայի միջամտության եւ օգնության։ 2010-ական թվականներին Թուրքիան սկսեց ջերմ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, որը նշանավորվեց Լիբիայում, Սիրիայում, Արցախում, հիշում եք 2016-ի Քարորյան, իսկ հետո արդեն 2020-ի 44-ին։ Դրանք ռուս-թուրքական համատեղ ռազմական գործողություններ էին։ Ինչպես նաև, տեսեք, թուրքական հոսք անունով ռուսական գազատարի կառուցումը, Թուրքիայում ռուսական ատոմակայանի կառուցումը, Թուրքիայում ռուսական S-400 հոբ համակարգերի վաճառքը եւ այլն, այս ամենը ցույց է տալիս, որ ռուս-թուրքական դաշին գոյություն ունի փաստորեն։ Այսինքն սկսած 2010-ականներից մինչև օրս Թուրքիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի անդամ է, բայց փաստացի ՆԱՏՕ-ի թեկնամի Ռուսաստանի դաշնակիցն է։
Խորհուրդ։ Այժմ էլ Թուրքիան ու նրա կրտսեր եղբայր Ադրբեջանը մեծ դեր են խաղում Ռուսախոզստանի նավթի ու գազի ապօրինի վաճառքի գործում, ինչը հնարավորություն է տալիս Ռուսախոզստանին հսկայական գումարներ վաստակելու և շարունակելու պատերազմը Ուկրաինայում, որը պատերազմ է փաստորեն Ամերիկայի և ամբողջ Արևմուտքի դեմ։ 5. Թուրքիայի և Ադրբեջանի այս պրոռուսական և հակարևմտյան վարքը իհարկե ԱՄՆ-ի և Եվրամիության աչքից չի վրիպում։ 6. 2022-ից սկսած Ռուսաստանը խրված է Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ և որ այսօր թուլանում է կորցնելով իր ազդեցության գոտիները։ Այսինքն այն դերը, որ նախատեսված էր Թուրքիայի համար ՆԱՏՕ-ում, այսօր այդ դերը կատարում է Ուկրաինան և կատարում է մեծ հաջողությամբ։ Ահա թե ինչու մեր կազմակերպությունը գտնում է, որ պետք է աջակցել ու հզորացնել հայկական ազգային լեգիոնը Ուկրաինայում։ Բազի այդ լեգիոնը նպաստում է հայ ժողովրդի թշնամիների Ռուսախոզստանի և ինչու՞ չէ նաև Թուրքիայի և Ադրբեջանի թե քաղաքական, թե ռազմական, թե քաղաքակրթական պարտությանն ու ապագայում նաև իսպառ ոչնչացմանը։ 7. Հետևաբար, Ռուսաստանի թուլացումից հետո արևմուտքի համար Թուրքիան կորցնում է հզոր մնալու իր կարևորությունը և ավելին դառնում է վտանգավոր ու անկառավարելի, ձգտելով լրացնել Ռուսաստանի ազդեցության բացերը աշխատելով պանթուրքիզմի և նեոօսմանիզմի իրագործման ուղղությամբ։ 8. Միայն քաղաքականապես Բոբիկը կարող է կարծել, թե ԱՄՆ-ն ու Եվրոպան Ուկրաինայում պիտի պարտության մատնեն ու թուլացնեն Ռուսաստանին և հետո թույլ տան, որ դրանից օգտվի Թուրքիան։ Իհարկե Թուրքիան տալու։ Բազի մի նոր անկառավարելի գերտերության գոյացումը հանձինս մեծ Թուրանի կամ նոր Օսմանյան կայսրության հաստատ ոչ ԱՄՆ-ին է պետք, ոչ էլ Եվրոպական միությանը։ 9. Սրանից ելնելով Ուկրաինայում Ռուսաստանի անհաջողությունից իրավիճակի կայունացումից հետո ԱՄՆ-ն ու Եվրամիությունը պիտի վերադառնան թուրքական ճակատ և իրենց իսկ ստեղծած ու աճեցրած ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային պիտի հյուծեն, թուլացնեն ու հավանաբար նաև տրոհեն ըստ Սևրի պայմանագրի։ Հիշում եք 1920 թվականի օգոստոսի 10-ին Սևրում Ֆրանսիայում կնքվել է այդ պայմանագիրը մի կողմից պարտված Թուրքիայի, մյուս կողմից հաղթող պետությունների, այդ թվում Հայաստանի միջև։ 10. Եթե այդպես չլիներ, ապա ինչու ԱՄՆ և Եվրամիության առաջատար երկրները կզինեն Սիրիային, Իրաքի քրդերին, ինչու կզինեն Կիպրոսին, Հայաստանին ու Հունաստանին, ինչու ԱՄՆ թույլ չի տալիս, որ թուրքերը ճզմեն Կիպրոսը, Սիրիայի քրդերին, վերջապես ինչու ԱՄՆ պաշտպանեց Հայաստանին 2022-ի սեպտեմբերին ու դրանից հետո։ Այս հարցերը կարևոր են հասկանալու համար Արևմուտքի դիրքորոշումները Թուրքիայի հանդեպ։ 11. ԱՄՆ և Արևմտյան Եվրոպան Ռուսախոզստանին գցել են Ուկրաինայում վանդակի մեջ, վանդակ, մահացու վանդակ։ Այդ վանդակում նա ոչ առաջ կարող է գնալ, ոչ էլ հետ։ Ռուսախոզստանը դատապարտված է պարտության և ոչնչացման։ Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունից հետո ԱՄՆ-ն ու Եվրամիությունը տրոհելու են Թուրքիան։ Այո, այն Թուրքիան, որ դեռևս 100-105 տարի առաջ Մուստաֆա Քեմալի և Վլադիմիր Լենինի ժամանակ անցավ Ռուսաստանի կողմը և զինակցեց վերջինիս ընդդեմ Արևմուտքի, ապացուցելով, որ փաստորեն Թուրքիան Արևմուտքի քաղաքակրթական թշնամին է, և բնականաբար այսօր Թուրքիան Ռեջեփ Թայիպ Էրդողանի գլխավորությամբ փաստացի գտնվում է ռուս-չինական ռազմաքաղաքական ճամբարում և Վլադիմիր Պուտինի ու Սի Ցզինպինի իրական քաղաքակրթական դաշնակիցն է, թեպետ ձևականորեն ՆԱՏՕ-ի անդամ է մնում դեռևս։ 12-րդ կետը. Եթե Հայաստանը ռազմականապես չհզորանա, ապա Հայաստանի հասանելիքը կստանան քրդերը։ Ոչ ոք սկուտերի վրա մեզ հայերիս ոչինչ չի մատուցելու։ Ահա այս ամենը շարադրելուց հետո ձեզ ասեմ, որ մեր կազմակերպությունը Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպությունը ՀԱՀԿ-ն, որը միջազգային շարժում է, այն նույն տեսակետին է, ինչ որ այսպես մտածող բոլոր հայ քաղաքական վերլուծաբանները, եթե կան այդպիսիք։ Եվ մեր կազմակերպությունը և նրա հիմնադիրները վաղուց են այդ կարծիքին, շատ վաղուց։ Երևի ամենաառաջինները Հայաստանում և Սփյուռքում։ Ավելին, մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանը պատրաստ լինի Թուրքիայի ոչնչացման և նրա հողերի վերաբաժանման գործընթացին։ Դրա համար Հայաստանի Հանրապետությունում իշխանության պետք է գա հենց մեր կազմակերպությունը, ինչպես նաև մեր կազմակերպության աջակից քաղաքական ուժերն ու անձինք։ Բայց դրա համար հարկավոր է, որ Հայաստանի Հանրապետությունը նախազատագրվի Ռուսախոզստանի տիրապետությունից։
Այսինքն Հայաստանի Հանրապետության ազատագրումը Ռասախոզստանի լծից, ինչպես վերևում արդեն ասել ենք, դուր կբացի հայ ազգի համար, այո, վերջապես դուր կբացի հայ ազգի համար պայքարելու եւ վերադարձնելու Արևմտյան Հայաստանը ներառյալ Կիլիկիա Սիսմանը եւ հայոց միջագետքը, այսինքն վերականգնելու ազատ, անկախ միացյալ Հայաստանը, կարճ ասած մեծ Հայքը, Տեր Գեցովս Հայաս, Նացական Տեր Խաչատրյանց Բագրատունի, պատմաբան, գնդապետ, Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպության միջազգային շարժման համանախագահ, այսքանը։